Հանրային ռադիոյի եթերում մշակութային ծրագրերի վերնատուն հաղորդումն է, մեկ անգամ եւս ողջույն բոլորին։ Այսօր ստուդիայում աշխատում եմ ես Նաիրա Հայրապետյանը, այսօր մեր եթերում Երևանի ճարտարապետական, մի քիչ էլ քաղաքաշինական դիմագծի, հնի ու նորի, այսինքն այս բնակավարում ավանդականի ու ժամանակակից մոտեցումների բախման, ինչպես նաև այս ամենի հանդեպ հանրության հետ կապի եւ առհասարակ այս կապին առնչվող խնդիրների մասին ենք զրուցելու ճարտարապետ, Երևանի ճարտարապետաշինարարական եւ ժամանակակից արվեստի ինստիտուտների դասախոս, փիլիսոփայական էսսեների հեղինակ Միսակ Խոստիկյանի հետ։ Նախապես տեղեկացնեմ, Միսակ Խոստիկյանը հաճախ սիրում է ներկայանալ նաև որպես էնդոկրինոլոգ։ Նախ փորձենք հասկանալ ինչու։ Այդ մեր ընդհանուր մշակութային պաշարի մեջ կա այդ Միմինո ֆիլմը, որտեղ որ վրացի օդաչու եւ հայ վարորդ ընկնում են հյուրանոց ու այնտեղ էնդոկրինոլոգիաների ինչ-որ սիմպոզիում է եւ իրանք այնտեղ ներկայանում են որպես էնդոկրինոլոգ, որ տեղ ունենան։ Ես ներկայանում եմ որպես էնդոկրինոլոգ, որտեղ գործունեության ոլորտը չնայած պաշտոնապես ճարտարապետ եմ, բայց ինչ պատամասմա հնձում ենք, խոզում ենք, լողացնում ենք, որը լավ կյանքից չի եւ այդ մասնագիտության լեգիտիմացիայի հարցը ինքը բարձրանում է, երբ որ դու ասում ես, որ դու էնդոկրինոլոգ ես։ Փիլիսոփայական էսսեներն էլ լավ կյանքից չեն, որ ստեղծվում են, թե դրանք ուրիշ տարածք են։ Կապ ունի կյանքի հետ, իհարկե, ոնց որ ամեն ինչ, բայց երևի դա խառնվածքների հարց է, բայց եթե անձինա վերաբերում, եթե մշակութային ավելի լայն տեսակետից, ամենևս տենց բան գոյություն ունի։ Առավել շատ տրամադրված եմ խոսենք ճարտարապետության մասին եւ Երևան քաղաքի քաղաքաշինական եւ ճարտարապետական դիմագծի, ինչպես նաեւ այդ ամեն ինչի ու մեր հանրության միջև գոյություն ունեցող կապի մասին։ Մարդն է քաղաքը ստեղծում, թե քաղաքը մարդուն։ Ես այսպես ասեմ, եթե ուզում ենք դուրս մնալ մարքսիզմի թեզից, որ մարդը արդյունքն է միջավայրի, ուրեմն պետք է ավելի ուշադիր լինենք, թե այդ միջավայրը ոնց է մեզ ձևավորում։ Այսինքն, եթե մենք ուզում ենք ինչ-որ կերպ ազդել այդ միջավայրի վրա, պետք է հասկանանք մեխանիզմները, որով մենք արդյունքն ենք։ Այդ իմաստով Երևանին նայելուց շատ լավ կարելի է հասկանալ ինչի գործ ունենք։ Օրինակ, քաղաքից դուրս գալուց եւ դեպի аэроպորտ գնալուց եւ դեպի Սևանի այդուղի այնտեղ կան մեծ խանութներ, հյուսային ուղղությամբ, եթե չեմ սխալվում, Ֆորդի թե ինչ-որ խանութներ են, նախագծվում են ինչ-որ ստանդարտով, որը ֆիրման տեղայնացնում է կոնկրետ միջավայրում։ Դրանք բավական տեղի հետ կապ չունեցող մեծ խանութներ են, ապակեպակ, բոլոր տեսել եք, որոնք տարբեր ֆիրմաներին են նույնիսկ իրար նման են այդ խանութները, եւ դրա կողքը այն անտաշ քարերով սարքած ամրոցատիպ մի հատ բան է կառուցած։ Այդ երկու ծայրահեղ բևեռներն են, որոնց այանքում մեր կյանքը ուրեմն դրանք կառուցված են շատ իրար կողքի։ Այստեղում էլ այդ երազանքը, որ քաղաք լիներ, քաղաքի նման լիներ։ Ես հիմա մտածում եմ, եթե ճարտարապետությունը արտահայտում է պատմական ինչ-որ շրջադարձերի, իրադարձությունների, կապված նաև մարդկային մտածողության հետ, ու երբ որ քաղաքին նայում ես, ցանկացած եվրոպական քաղաքի, դու արդեն գիտես, այս փուլում ինչպես են ապրել, ինչպես են մտածել, ինչ են ստեղծել։ Երևանին նայելիս մենք կարող ենք հասկանալ մեր տեսակը մտքի առումով կամ չգիտեմ, նայելու առումով։ Ես հասկանում եմ, այդ փորձելը իման պատկերացնել ինչա շատ կարևոր է։ Իհարկե այդ տեսակետները տարբերվում են անելու տեսակետից եւ ընկալելու տեսակետից, դրանք տարբեր դիրքեր են։ Անելու դիրքից մի քիչ ուրիշ կերպա process-ներ են ընկալել ուրիշ, բայց այսպեսի բան ասեմ, կա նավթային անեց կոչված հասկացողությունը, որ այն երկրները, որոնք նավթ են արդյունանում, նրանք չեն կարողանում դիվերսիֆիկացնել, ուրիշ բան չեն կարողանում արտադրել, որտեղ նստած են ոնց ասում են այդ նավթի ասեղի վրա։ Հայաստանի ամենայնպես ներկայացուցչական ճարտարապետությունը, քաղաքի կենտրոն կոչվածը կամ այն շենքերը, որոնք համարվում են որ ներկայացուցչական են, դրանք քարի անեցքի տակ են։ Ես խոսում եմ նորագույն զարգացումների մասին։ Երբ որ նյութը ինչից կառուցված է, ավելի հմայիչ է, քան կառույցը։ Մեր շենքերը երբեմն շատ հաճելի են նաև հենց քարի պատճառով, իսկ թե այդ քարի հետ ինչա կատարվել, դա երկրորդ պլան է մղվում։ Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ այդ դիտողի դիրքում գտնվողները հասկանան, որ մաքուր անելը եւ հետարքիր բան անել դրանք տարբեր բաներ են։ Շատ հաճախ, եթե միտեղ բարեկարգվում է, ասենք մաքրվում է մի քիչ, աղբ չկա, քանդված մասեր չկան, մարդիկ համարում են, որ ինչ-որ բան ավելի լավացավ։ Բայց հիշում եք Տարկովսկու ֆիլմերից մեկում էր, որ պատմում է ինչպես իր այգին լավ վիճակում չէր եւ ինքը որոշեց կարգի գցել, հետո երբ որ ամեն ինչ կարգին գցեց, տեսավ ինչ ահավոր բան արել։ Ինչի համար եմ ասում, որ մի քիչ պետք է զգույշ լինել այդ ամեն ինչ որ մաքուր նյութով կամ կիսական չի նշանակում, որ ավելի լավ է, քան թե այն ինչ որ այնքան էլ բարի տեսք չի։
ըստ էության, ըստ բովանդակության կարող ավելի շատ ավելի կարևոր բաներ մաքրելու պատրվակի տակ կորեն։ Ունենք ավելի շատ մաքուր, քան թե հետաքրքիր ու ճիշտ բաներ են կառուցում շենքեր։ Ամենայն դեպս, եթե խոսքը գնում է ճարտարապետության մասին, որպեսզի ավելի լավ արդյունքն է, անկախ թե հիմա ինչպես են գնահատում լավ թե լավ չի, ինչ որ կատարում է, ավելի լավ արդյունքի համար շատ ավելի կարևոր կլինի, որ բացի դրանից լինի նաև այսպես կոչված վիրտուալ կամ թղթե ճարտարապետություն կամ ինչ որ դրան տարբեր ձևով են ասում, որտեղ ճարտարապետությունը վերջի հաշվով դա ոչ շենքերն են, ոչ կամուրջները, փողոցները, դա այն ուղերձն է, որը այդ կառույցները կամ համալիրները հղում են։ Եվ այդ ուղերձները պարտադիր չի, որ լինեն քարի մեջ կամ նույնիսկ կանաչի մեջ, որը ցավոք չկա, այլ ճարտարապետություն զարգանում է այդ լեզուն, որով ուղերձները հայտնում են, երբ որ կա այդ խոսակցությունը, իսկ այդ խոսակցությունը շատ ավելի թեթև նյութերով էլ է արվում։ Դրա համար մրցույթներ են անում, դրա համար ինչ որ հետաքրքիր չկառուցվող, չկառուցվելիք նախագծեր են անում, որպեսզի ճարտարապետական միտքը զարգանա, այդ ուղերձները իրար փոխանցեն գոնե մասնագետները, ել չեմ ասում, որ դա կարող է ավելի լայն ռեզոնանս ունենա։ Այդ դեպքում այն քաղաքը, որ ռեալ մենք շատ գրգռված ենք, որ հետաքրքիր լինի, կարող է շատ ավելի արժանավայել ճարտարապետություն ունենա։ Ուսանողների մեջ, եթե ընդհանուր առմամբ շփումներից վստահ եմ, հնարավոր լինում նաև պարզել, թե ապագա ճարտարապետը ինչ մտահոգություններով է մտնում դաշտ։ Ինչ սերունդ ունենք, ինչ հույսեր ունենք։ Ես ուրախ եմ, որ հանդիպում եմ այդ երիտասարդներին, որովհետև միակ մխիթարությունը, թեկուզ մասնագիտական առումով այդ երեխեքի հետ շփվելն է, որովհետև հրաշալի մարդիկ կան։ Իհարկե միշտ երբ որ ասում ենք հրաշալի, մենք ի նկատի ունենք այն մի քանի հոգում, որոնց ուզում ես տեսնես, բայց ես դες ասեմ, որ քիչ չեն այդ մի քանի հոգի կոչվածը։ Ընդհանուր խմբի հետ առանձին դասախոս չի առնչվում։ Առնչվում ես կոնկրետ երեխաների հետ, եթե խոսքը գնում է պրակտիկ նախագծման մասին։ Իսկ ավելի ընդհանուր չեմ կարող ասել հոսքի մակարդակով, բայց ինձ բախտվիճակում դասավանդել դրանք ինձ շատ հուսադրող են, ուղղակի բանն անը, որ մեզ մոտ հակառակ ընտրությունը հաճախ լինում, այսինքն այն երեխաները, որոնց հետ մեծ հույսեր կարելի է կապել, նրանք կամ մեկնում են, երբեմն սովորելու համար, որը շատ խրախուսելի է, որովհետև կարծում եմ շատ արժի, որ այդ երեխեքը դրսում կարգին կրթություն ստանան, ավելի լավը, քան ասենք ես կարող եմ առաջարկել, բայց նրանց վերադառնալու շանսերը ապահովել, այսինքն որ նրանք այստեղ ունենան հնարավորություն ինչ-որ բան ծավալելու, այդքան էլ հուսադրող չեն։ Իսկ հրաշալի ուսանողները, որոնք ավարտում են այստեղ, ես կուզենայի նրանց տեսնել ավելի ակտիվ դիրքերում ճարտարապետության մեջ, ոչ թե ստիպված լինեն իրենց գլուխը պահելու համար լրիվ ուրիշ բաներով զբաղվել, որտեղ ճարտարապետությունը, գիտեք, մեծ կապիտալի, իշխանության հետ կապված բաներ են եւ երկիրը վերարտադրում է այն ինչ որ քաղաքական, սոցիալական կառույցը թելադրում է։ Այդ իմաստով նաեւ ճարտարապետության լեզվի, այսինքն այն ինչ որ այս մեսեջները, ուղերձները, որոնց մասին ասում եմ, մենք շատ լավ տեսնում ենք, դրանց մասին խոսակցության պակասն է, որ այսօր ցավով նշեցի, որ գուցե նյութը ավելի լավն է, քան թե այն ինչը կառուցվում։ Այս ամեն ինչով հանդերձ, եթե կա օրինակ գեղանկարչության, երաժշտության, գրականության մեջ համաշխարհային դաշտ կոչված մի երևույթ կա, որի հետ միշտ համեմատվում ենք, համապատասխանում են այդ չափանիշներին, թե ոչ, ինչքանով ենք մոտ, ինչքանով հեռու։ Ճարտարապետության մասին կարող ենք այդպիսի բնորոշում տալ։ Ինչ որ չափով մենք փորձում ենք դրա մեջ տեղավորվելու փորձանել, թե լրիվ ուրիշ տեղ ենք մենք։ Այո, դա շատ լավ ցուցանիշ կլներ հասկանալու համար, թե մեզ հետ ինչ է կատարվում։ Ես ձեզ ասեմ, երբ նայում ես, ասենք, հայպետ նախագծի 50-ամյակի հետ կապված թողարկված ալբոմը կամ 70-ամյակի, նրանց մեջ մի քիչ արդեն զգացվում այդ տարբերությունը, չեմ ասում այսօրվա գործերի։ Օրինակ Հայաստանում 60-ականների վերջից սկսած հետարքիր փոփոխություն եղավ այդ յետթամանյանական դեպրոցի հետ կապված, նոր բան ստեղծվեց, շատ հետարքիր ցիլեր։ Ես կոնկրետ շենքերով կարող եմ ասել, որ արժանի ինչի նկատի ունեմ։ Դա Ռազմիկ Ալավերդյանի Սունդուկյանի անվան թատրոնի շենքն է, դա շախմատի տունն է, Անի հյուրանոցն է, Սայաթ Նովա փողոցը, Աբովյան փողոցը։ Դա մի սերունդ էր, որը նոր Երևան էր ստեղծում, այս հողի վրա կրթված եւ շատ հետաքրքիր նոր տեղական ճարտարապետություն ձևավորելով։ Այդ ընթացքում ցավոք նաեւ սկսվեց այդ մասսայական շինարարության այն տենդենսները, որոնք հետո անվանում են անդեմ եւ տխուր շենքեր, բայց ես կվերադառնամ ավելի մանրամասն կասեմ ձեր հարցի պատասխանը, ուղղակի ուզում եմ նկարագրեմ, որ մարդիկ խառնում են երկու բանը։ Ստալինյան այդ ուժեղ ձեռքի անհետացումից հետո այդ գարունը, 60-ականների վերջի երկու ստեկ զարգացում տվեց։ Մեկը դա էր, որ ասում եմ ստեղծվեց այդ նոր շատ հետաքրքիր սկիզբը հայ ճարտարապետության մեջ, կամերային տունը մոռացա նշեմ այդ սերիայից Կնդեղցյանի, ամառային կինոթատրոնի
թատրոն եւ մյուս բոլոր գործերը, Գյուրքչյանի գործերը, մի խոսքով հատատանները չեմ ուզում տամ, այդ շրջանում շատ հետաքրքիր նոր լեզու էր ձևավորում, բայց քանի որ դրանք առանձին հասարակական շենքերի եւ համալիրն էին, դրանից զուգահեռ ընկնում է այդ սարսափելի սովետական համակարգի այդ ուժեղ թաթի վերացումից հետո որակը շինարարության առաջ եթե ստալինյան շրջանում մի ինչ որ խոտանի համար մարդը վախենում էր որ իրեն շատ ուժեղ պատիժ կհասնի, հետո դա վերացավ եւ որակի հարցերը շատ ուժեղ բարձրացան եւ մասսայական շինարարության հետ կապված այդ անհրապույր շենքերը առացեցան, բայց անհրապույրը ես ուզում եմ բացատրել, որ դա այդքան պարզ բան չի։ Էլի խառնում են շատ հաճախ միավոր շինարարական ծավալի վրա ծախսվող գումարը եւ նախագծի արժանինքները։ Դրանք շատ էժան շենքեր են, աշխարհում ես չգիտեմ այդքան էժանով էր կառուցում, հիմնականում խոսքը չի գնում քաղաքական ստրատեգիկ իմաստով, գուցե կա ավելի էժան սկզբունքներ ընդհանրապես, բայց կոնկրետ շենքի արդեն ձևավորված ինդուստրիայի պայմաններում դրանք շատ էժան էին, իսկ նախագծերը շատ հաճախ շատ լավ է։ Շրջանում Արտուր Թարխանյանը ղեկավարում էր հայապետ նախագծի տիպարային բաժինը, որը նախագծային մակարդակով այդ շենքերը սովետական այդ մեծ համակարգի էքսպերտիզան անցնող շենքեր էին, այսինքն դրանք նախագծային մեծ մշակույթ ունեն իրաց մեջ եւ այդ շենքերը նախագծում էին բարձր մակարդակով։ Ուրիշ բան, որ նրանց տեսքը, ինչպես ասում են, անհրապույր է, որովհետև գումարներն են շատ քիչ ներդրվում։ Դրանից հետո առաջանում է հակազդեցություն, այդ սերունդը, որ հիմա է թակավորում, դա հակազդեցությունն է այդ ճարտարապետությանը, այդ մասսայական շինարարության, ոգևորված այն ժամանակվա արտիստիկ ֆիգուրներով, ինչպես են Ռաֆայել Իսրայելյանը, պետք է շատ տարբերել Ռաֆայել Իսրայելյանի նացիոնալիզմը ժամանակակից նացիոնալիզմից։ Ռաֆայել Իսրայելյանը հետաքրքիր ճարտարապետ է, որտեղ ինքը մի համակարգում էր աշխատում, որին նա հակադրվում էր որպես արտիստ։ Եվ հիմա այդ հակադրությունը երբեմն ստեղծագործողների մոտ չգիտես դեպի առաջ է թե դեպի հետ տեխնոլոգիայի տվյալ պայմաններում որ Հայաստանում գոյություն ուներ, նա հայացքը դեպի ազգայնական ուղղություններ ավելի վերածնելու այն ինչ որ միջնադարում ա եղել, այսինքն վերածնելու չի, շարունակելու այդ տենդենսը։ Համենայն դեպս արտիստիկ տեսակետից միանգամայն ընդունելի, բայց երբ որ երկիրը փոխվեց, կարգերը խորհրդային վերացան եւ նացիոնալիզմը դարձավ պետական իդեոլոգիա, այդ դեպքում դա բացահայտ ռեգրեսիվ բնույթ է կրում այդ տրադիցիաների շարունակում։ Վերադառնամ մտքիս, այն սերունդը, որոնք հակադրվում էին անդեմ կոչվող խորհրդային անտիպարանային շինարարության, նրանք ոգևորված էին յետթամանյանական դպրոցի ավանդները շարունակելով եւ հիմա դա փորձում են անել, թե դա ինչքան է ստացվում, ցավալի է կամ չգիտեմ իրանց համար գուցե դա ընդունելի մակարդակի է։ Ամեն դեպքում ինձ հուզող է այստեղ իդեոլոգիայի ճշտման հարցն է, կամ իդեոլոգիա չասենք, մոտեցումների, դոկտրինաների, որի հիման վրա կառուցվում է եւ այդ իմաստով պետության մեջ, եթե ինչպես ասի ճարտարապետության դեպքում զարգացումը տեղի ունենում, եթե կա վիրտուալ թղթի ճարտարապետություն, որտեղ խոսքը ձևավորվում է, ապա հումանիտար ասպարեզում, եթե համապատասխան խոսակցությունը լինի հնչող, այսինքն լինի կայուն եւ հետաքրքիր, այդ դեպքում ճարտարապետությունը ավելի կարիք ունի, որպեսզի ուղղորդվի մտքի ասպարեզից ավելի շատ։ Հումանիտար հարցերն են, որ ճարտարապետությանը բերում են այդպես տարօրինակ վիճակի եւ իհարկե ամենակարևորը երկրի տնտեսական քաղաքական մթնոլորտը, որը միանգամից ազդում է տեխնիկական միջավայրի վրա եւ այսօր մենք ունենք հնարավորություններ ճարտարապետության մեջ տեխնիկական, որոնք ինչքանով են ժամանակակից աշխարհի հետ համահունչ, ինչպես դուք եք հարցնում, չգիտեմ։ Ցավով պիտի ասեմ, որ այդ 60-ական 70 թվականներին շատ ավելի նման էր ասպարեզը իր անալոգին, քան թե հիմա։ Հիմա ես նույնիսկ դժվարանում եմ ասել, որ այդ ինչ գործունեությունը, որը տավալում են ճարտարապետները, դա ճարտարապետության ոլորտին է մեջ կարելի է դիտարկել։ Ինձ թվում ավելի շատ կադաստրային փաստաթղթերի տեսանկյունից են դրանք հետաքրքիր, նյութական որպես արտադրություններ, բայց մենք գիտենք, որ քաղցկերն էլ է նյութական արտադրությունը։ Ուզեի ասել մեր սովորությունների հարցը, պրակտիկաների, կրկնվող այդ ինստիտուցիաների ոնց ենք անում, պրոդուկտը ոնց ենք տալի, ոնց ենք հաստատում, ովում, այսինքն այդ process-ները քանի որ թափանցիկ չեն, քանի որ ճշտված չեն, հղկված չեն, ամեն մարդ իր խելքի եւ ճաշակի եւ Բայց մենք տեղ-տեղ շատ վստահ ենք, որ ունենք ճարտարապետական հարուստ ավանդույթներ, դիմագիծ, ձեռագիր, լիքը այսպիսի բառեր
նախագծեր կարող ենք շարել, որոնց եթե ռեալ նայենք, կարող ենք հենվելով շատ վստահ այդ նախագծերն անել ու շատ գեղեցիկ բաներ ստանալ։ Այո, շատ փայլուն տրադիցիա ունի, համաշխարհային արժեք ունեցող տրադիցիա եղել է, հատկապես բաղնիչնադարի մասին այդ խոսքը։ Հետո այնց տարբեր զարգացումներ, 10-րդ դարում համաշխարհային կլասի առաջին ավանգարդ քաղաք է ունեցել, անի մասին է խոսքը, այսինքն եղել է ժամանակ, երբ որ ոչ միայն պետք է հարցնեինք հայկական ճարտարապետությունը մտնում համաշխարհային ճարտարապետության մեջ ինչ դու, այլ առաջնորդ երկրներից կարող էր համարվել։ Բայց այս հետաքրքրողը պիտի լինի հիմիկվա ընթացքը, որը ասի գուցե իմաստ ունի, այս խորհրդային շրջանից սկսած կունենալ, որի փայլուն փոքրիկ վերածնունդը Եթնամանյանից հետո այդ 70-ականներին ես ցավում եմ, որ ոչ միայն չի արժևորվում ինչպես հարկն է, այլև ոչնչացվում է մեթոդիկ կերպով։ Հիմա լսեցիք վերջերս аэроպորտի քանդելու հարցն են դրեք, երիտասարդականը քանդեցին եւ այլն։ Եթե թույլ տաք, ես արդեն մի բան եմ ուզում ասեմ, եք ճարտարապետությունը այտենց մենակատար մարդու գործ չի, նկարիչները գեղանկարիչի նկատի ունեմ, դրանք ավելի շատ անձեր են, չէ՞, ճարտարապետությունը, այո, դա անսամբլային գործունեություն է եւ այդտեղ է որ շատ հետարքիր ձևով անսամբլի մեջ ով որ հետարքիր է լինում, ով որ իրոք հեղինակն է այդ գործերի, շատ հաճախ այդ շնորհքի պատճառով մարդիկ ավելի համեստ են լինում, որովհետեւ ուշքը միտքը ուրիշ բանի վրա է լինում, զբաղված են լինում։ Եվ այդ թիմերի գործունեությունը պետք է հասկանալ, որ այդ մարդիկ, որոնք այդ թիմերն են կազմում, շատ հաճախ արժանի չեն այդ գործերին, որոնց հիմնական լոկոմոտիվը իրանք չեն եղել։ Ու հետո ավերվում են այդ գործերը հենց այդ մարդկանց ներսից բարելավելու բարի ցանկության պատճառով։ Ես հույս ունեմ, որ չեն հասցնի ամեն ինչ վերացնել եւ հարցը գիտեք վերացնելը չի, նույնիսկ վերանորոգելու պայմանը։ Օրինակ կամերային երաժշտություն տունը, ասենք վերանորոգելուց հետո շատ ավելի կորցրեց, քան թե նախքան վերանորոգելն էր, որտեղ վերանորոգելն չի նշանակում ինչ-որ նոր նյութ դնել, չէ՞, պետք է այդ հսկվի թե այդ նյութը այդ շենքի հետ կապ ունի, կապ չունի, կամ ով է անում, ոնց է անում։ Ցավոք սրտի այդ հեղինակներն էլ որ կյանքից հեռանում են կամաց-կամաց, դժվարացնում են ավելի։ Վերնատան հյուրասրահում հիշեցնեմ, ճարտարապետության խնդիրների, ինչպես նաև Երևանի ճարտարապետական դիմագծի եւ այս ամենի հանդեպ մեր ժամանակակից ընկալումների շուրջ ենք զրուցում Միսակ Խոստիկյանի հետ։ Ճարտարապետների մեջ կարելի ասել նկատվում է այսպես բան, ակտիվ ճարտարապետներ, որոնք գտել են կապեր բիզնես աշխարհում, და մեր մոտ բիզնես աշխարհն էլ առանձին աշխարհ չի, դա քաղաքական զերծաճումների աշխարհ է, ինչ որ օլիգարխների համար կառուցում են, ինչ որ ճարտարապետներ, որոնք ամեն կերպ աշխատում են, որ իրանց ձեռից չվերցնեն այդ գործերը եւ հաջողությամբ իրականացնեն, բնական է, եւ ճարտարապետներ, որոնք անընդհատ ուզում են սահմանափակել, որ շատ ավերածություններ չլինի, նաեւ նրանով, որ իրանք ուրիշ միջավայր են ներկայացնում։ Դրանք խորհրդային միությունից եկած են փորձառու մարդիկ են, որոնք այդ բիզնես մթնոլորտում այդքան հեշտ չեն իրանց զգում։ Բայց որոնք կարող են այդ դիմագիծը ճակերտների մեջ ասել, բայց դիմագիծը ձևավորել, ճաշակը ձևավորել, ինչ որ։ Իհարկե, դրանց մեջ շատ արժանավոր մարդիկ կան, եւ կան նաեւ համեմատաբար ավելի երիտասարդներ, որոնք կամ այս կամ այն կողմի հետ խաղում են։ Այստեղ հարցը նա չի, որ թույլ չտալ կառուցել, սահմանափակել, որը շատերի համար միակ լուծումն է, որովհետեւ գիտես արդյունքը ինչ է ստացվելու, ինչ է այս պայմաններում։ Բայց դեռ իմ կարծիքով process-ը պետք է ակտիվացնելու ճանապարհով գնալ, ոչ թե пассивացնելու, եւ ակտիվացնելը նկատի ունեմ, որ շատ կառուցվի, այլ շատ նախագծվի։ Այսինքն ինչ որ միջոցներ ներդնվեն նախագծեր արտադրելու վրա, որ միտքը զարգանա։ Իհարկե, տեսական խոսողները դրանք չեն հասկանում գործի պրակտիկ, ասենք նրբություններից, բայց այդ պրակտիկներն էլ չեն հասկանում, որ իրանց կարծած պրակտիկը դա անպայման չի որ նախագծման ճարտարապետության հետ է կապված։ Դա գլուխ բերելու հետ է կապված։ Մի խոսքով ավելի շատ միջազգային միջոցառումներ կազմակերպելու, ավելի բացելու այդ բանը եւ չկարծելու, որ այն ինչ որ դու կարծում ես ազգային դա ազգային է, չկարծելով, որ ազգայինը միակ բանն է, որի մասին պետք է խոսել, մոռանալով հազար մի ասպեկտներ կյանքից, սկսած սոցիալական, տնտեսական եւ այլն, վերջացած ամենավերին երկնքներից։ Ոնց որ մեզ մոտ այսօր հոգեվորը հասկացվում է զուտ եկեղեցական, դրա համար անընդհատ փորձում են ներդնել
մյուս խոսքը ոչ նյութական արժեքներ հասկացողությունը, որ հոգևոր ասելուց միանգամից եկեղեցու դուռը չգնան։ Երկիրը, քաղաքական ընթացքը, տնտեսական համակարգը ամբողջ այս գեոպոլիտիկ վիճակը ռեդուկցիայի է վերում, այսինքն անընդհատ պակասացնում են, հեշտ է ավելի քիչ միավորների հետ խաղալը։ Եթե ասում են այդպես հոգու հարցեր, դե եկեղեցին զբաղվի երիկա, մշակույթը միանգամից դուրս է թռնում, երբ որ մշակույթը դուրս է թռնում, դա բերում է շատ մեծ աղքատացման, ոչ միայն հոգևոր կյանքի աղքատացման, այլև արդյունքները նյութական, տեխնիկական, բոլոր հնարավորություն կյանքի դրսևորումները վերածվում են ամենամինիմալ գոյապահպան եւ դեպրեսիվ վիճակա ստեղծում, որի պատճառով այդ լավ ուժերը թողում գնում են։ Այստեղ ամբողջ հարցերն է, որ հնարավոր միջոցները, ես չեմ ասում ինչ-որ էքստրա միջոցներ, ուղղել այդ ներքին բազմազանության հնարավորությունների, որովհետև օրինակ արվեստների մեջ էլ այսօր ակտիվիզմը միանշանակ ընկալվում է որպես արվեստ, ժամանակակից արվեստի մեջ։ Այդպես է, ես չեմ ասում այդպես չի, բայց դրան զուգահեռ հնարավորություններ կան, ավելի մեծ հնարավորություններ կան։ Այդպես չի, որ դու կամ պիտի գնաս փողոցում պարկես, կամ քարթու գեղանկարչություն անես, կամ ինչ-որ սիրողական տերտերություն, որ մեր արվեստագետները անում են։ Այդ երկու բևեռներից բացի հնարավորություններ կան, այդ հնարավորությունները զարգանան մի քիչ ավելի մեծ շրջանառություն է։ Պետք է հասկացողություն ինչ-որ ձևով դա կյանքը կլավացնի, ոչ թե կվատացնի, պետք չի վախենալ։ Ես հույսով եմ, որ մեր իշխանությունը այնքան ունեն իշխանություն, մեր քաղաքական դաշտը այնքան միատեսակ է, որ ես չեմ հասկանում նրանց վախերը որտեղից է, էլի ինչ պիտի լինի։ Եթե օպոզիցիա գոյություն չունի երկրում պրակտիկորեն, ինչից է կվախենում։ Հույսով եմ, որ այնքան պիտի տխրեն, որ իրանք ուզենան այդ բաները, որ կյանք լինի մի քիչ։ Այսքանը հիշեցնեմ այսօր զրուցեցինք ճարտարապետ, Երևանի ճարտարապետաշինարարական եւ ժամանակակից արվեստի ինստիտուտների դասախոս, փիլիսոփայական էսսեների հեղինակ Միսակ Խոստիկյանի հետ։ Հաղորդումը պատրաստեց եւ վարեց Նաիրա Հայրապետյանը, մշակութային ծրագրեր Վերնատուն։